Պետք է չեզոքացվեն բոլոր նրանք, ովքեր կարող են խոսքով, գրչով եւ այլ գործունեությամբ պրոպագանդել հայկական պետություն ունենալու գաղափարը։ Այսպես էր Թալիաթ Փաշան 100 տարի առաջ փորձում երկրի երեսից ջնջել այն ազգը, որի արմատների հզորությունը բազմադարյա մշակույթն ու հանճարն են։ 1.5 միլիոն անմեղ զոհերի թվում էր նաև ազգի սերուցքը, մտավորականներ, հասարակական ու մշակութային գործիչներ, արվեստագետներ։ Նրանցից շատերն այդ օրերի մասին վկայություններ, անպատասխան նամակներ են թողել։ Ոճրագործությունից 100 տարի անց դրանք վերջապես ստանալու են իրենց պատասխանները։ Հիմնականում մեր մտավորականների նամակներն են, նրանց ապրումները, նրանց անցած ճանապարհը եւ նրանց այդ ճիչերին 100 տարի անց, պատասխան 100 տարի անց խորագրի ներքո այսօր արձագանքում են անվանի մարդիկ ոչ միայն հայ, այլև օտարազգի։ Այս օրերին ծրագիրն իրականացնող խումբն արձագանքներ է հավաքում աշխարհի տարբեր անկյուններից։ Մեր մտավորականների նամակներն ու մեկ դար անց դրանց տրված պատասխանները կամփոփվեն պատասխան 100 տարի անց եռալեզու պատկերագրքում։ Կլինեն նաև 100 տարվա ընթացքում հայ եւ օտարազգի գործիչների լավագույն անդրադարձները հայոց ցեղասպանությանը։ Բացի այդ պատկերագրքում կընդգրկվեն գեղանկարչական, գրաֆիկական ու քանդակային այն աշխատանքները, որոնք լավագույնը կճանաչվեն ծրագրի շրջանակում իրականացվող մրցույթում։ Մրցույթը երիտասարդ արվեստագետների համար է, ընդ որում ոչ միայն հայ։ Ինչու մենք որոշեցինք մինչև 40 տարեկան, դա ոչ թե սահմանափակում է, որ մյուսները չմասնակցեն, այլ անկախության պայմաններում կայացած նկարիչները, որոնք ստեղծագործում են առանց ինչ-որ գաղափարական պարտադրանքների, երկաթյա վարագույր այլևս չկա եւ այլն, որ երիտասարդների արձագանքը մենք տեսնենք այն ցավոտ խնդրին, որը կոչվում է հայոց եղերն եւ որը մենք գենետիկապես կրում ենք յուրաքանչյուրս մեր ներսում։ Աշխատանքները պետք է ներշնչված լինեն այն վավերագրերից, որ թողել են մեր մտավորականները եղեռնի օրերին։ Ցանկացողները մինչև փետրվարի 1-ը հանձնաժողովին պետք է ներկայացնեն իրենց էսքիզները։ Լավագույն 15 արվեստագետների աշխատանքները կցուցադրվեն 2015 թվականի ապրիլին Հայաստանի ազգային պատկերասրահում կայանալիք ցուցահանդեսում։ Դրան կարող են մասնակցել նաև ավագ սերնդի նկարիչները։ Բնավ պարտադիր չէ, կտավի վրա մենք տեսնենք թեմատիկան։ Հայրություն Կալենցը իր արժանապատիվ բնանկարներով եւ նատյուրմորտներով դիմանկարներով ինքը երբեք լալկան չէր։ Սա է մեր հաղթանակը եւ սա է մեր պատասխանը աշխարհին։ Ես կուզեի, որ այս ցուցահանդեսը, որը մենք պատրաստվում ենք կազմակերպել մշակույթի նախարարության հովանավորությամբ, դարձյալ դա լիներ։ Հայի պատասխանը 100 տարի անց ողջ աշխարհին այսպիսին էր։ Նոր 100-ամյակի հետ իր ամբողջ ուժով գործելու է Մարտիրոս Սարյանի կոչը։ Մենք դեպի վեր պիտի աճենք։ Սա հատված է Գարեգին Խաժակի վերջին նամակին տրված պատասխանից, որ 100 տարի անց գրել է Տիգրան Մանսուրյանը։ Պատասխան 100 տարի անց ծրագրի նախաձեռնողներն ու իրականացնողները վստահ են, որ երիտասարդ արվեստագետների աշխատանքները կփաստեն, գույնի վարպետի խոսքերն իրականություն են դառնում։ Լիլիթ Գրիգորյան, Մեսրոպ Ավետիսյան, մշակութային ազդագիր։